Պարոն վարչապետ, ճիշտ ենք հասկանում, որ ով Արցախ անունը տվեց, դա համարվելու է Հայաստանի վարած արտաքին քաղաքականությանը դեմ քաղաքականություն։ Խոսքի օրինակ ասի տատս պապս Արցախից են եղել եւ ինչ որ ասենք գործից ազատվելու է կամ ինչ որ ճնշումների է ենթարկվելու։ Ուրեմն ես շատ հստակ ասացի, որ պետության մեջ չի կարող լինել երկու արտաքին քաղաքականություն։ Մարդիկ կարող են ասել Արցախից եմ, Վանից եմ, Մուշից եմ, Մոսկվայից եմ, Բերլինից եմ, չգիտեմ էլ որտեղ Մինվոդից եմ, դա ինչ կապ ունի իմ ասած թեմայի հետ։ Մարդը ինչ ուզում է կարա ասի։ Խոսքը պետական պաշտոնյայի եւ դերաբաշխման մասին է եւ քաղաքական գնահատականի մասին։ Հիմա ես ասում եմ, եկեղեցու խորանից ասում են Արցախի հանրապետություն, օրհնի Արցախի հանրապետությունը։ Եվ այստեղ ես ոչ թե իրավական գնահատական եմ տալիս, այլ քաղաքական։ Ասում եմ, որ Կտրիչ Ներսիսյանը ստանձնել է պատերազմի կուսակցության առաջնորդությունը Հայաստանի Հանրապետությունում։ Եվ սա ասում եմ նաև ուրիշ տեսակետից։ Հայաստանի Ծառայքելական Սուրբ Եկեղեցու պատարագում 40-ից ավել անգամ խաղաղություն բառը օգտագործվում է, 40-ից ավել անգամ։ Ընդ որում 4 թե 5 անգամ ընդգծելով Տեր Աստված տուր աշխարհին խաղաղություն, Տեր Աստված տուր աշխարհին խաղաղություն։ Եվ սա նաև այստեղ հոգևոր ծառայության բնույթի մասին է։ Եվ սա եւս մեկ օրինակ է, որ այդ մարդիկ հոգևոր ծառայության հետ ընդհանրապես կապ չունեն։ Լսեք, ոչ դրա համար չի։ Արարողակարգային նվեր տալ Արցախյան հիմնախնդիր թեմայով դա սադրանք է, քաղաքական սադրանք է։ Չի կարող այդպիսի բան լինել։ Այսինքն նվեր տալու բան կա, մենք չենք կարող նվեր տանք, վախենում ենք նվեր տանք բանի ուրիշ պաշտոնյայի միջոցով պետք է նվեր տանք։ Լսեք, կա պետություն, արարողակարգ, հասկանում եք, ելի եմ ասում, հերիքա մենք մեր երկրին վերաբերում ենք որպես ինքնագործունեության խմբակի։ Ես չեմ կարող տենց բան թույլ տամ, որովհետև պետության թիվ 1 պատասխանատուն եմ։